Հայգերիներին հետ վերադարձնել։ Ով վերադառնա։ Հայգերիներին հետ վերադարձնել։ Դու պետք է ոնց կարանք չվերադարձենք, այ ցավը դա զբաղվող է պետ, ոչ թե այսօր ասում են խաղաղությունն է, գերիները ընտեղ են։ Չի լինում այդպիսի խաղաղություն։ Խաղաղությունը, եթե իր այդ պայմանավորում են, այդ ոնց իրանք սաղին տարան, մարտասպաններին էլ Ադրբեջանը տարան։ Բայց ոնց եղավ տարան, իսկ մերոնք հլնդեղ են, խի։ Ոնց է դա խաղաղություն, ոնց է աղբերություն, կարած բացատրել։ Ամեն ինչ հենց ենք անել, որ իմ ազգը խեղճությունից դուրս գա հպարտ քայլի գլուխը բարձր։ Դա պատվի խնդիր, ազգի խնդիր է։ Իսկ մենք ունենք եւ հզոր մարդիկ, եւ տաղանդավոր մարդիկ, եւ խելացի մարդիկ, եւ դուխով մարդիկ, եւ աշխարհում ազդեցիկ մարդիկ։ Չլուծող խնդիր չկա։ Հարկավոր է միասնական մտածել, հարկա միասնական հարցերը լուծել։ Ասեմ աշխարհում չլուծող խնդիր չկա։ Ցանկացած լուծելի է։ Ուրիշ։ Այո։ Ձեզ շատ լավ եմ ճանաչում։ Այո։ Գիտեմ մեր երեխեքը ձեզ մոտ աշխատել է, տղես։ Այո։ Հիմա մի տղես վիրավոր է աշկը։ Այո։ Հիմա ես խնդրանքով, ես Քարաշեն գյուղից գալիս եմ Գորիսում աշխատում, բայց տրանսպորտ չունենք։ Այո, իմը ինչ է։ Աշխատանքավայր չկա, խնդրանքով ընդեղ աշխատանքավայր գցեք մի հատ։ Ես դրա համար ձեզ ասեցի, այսօր հիմնական Ծառուկյանը 10-20 աշխատատեղ ստեղծելով երկիարչիցու հնարավորություն տվեք, որ ասում եմ միանգամից, որ ամբողջ Սյունիքը ամբողջ աշխարհի ասում եմ աշխարհի 10% հարստությունը աշխարհի ստեղ է, պետք է ճիշտ օգտագործի, կազմակերպի։ Ճիշտ չի օգտագործի, հայերը մի քիչ հազարավոր մարդիկ կաշխատեն, հազարավոր։ Այդ գումարները իմ երկրում կմնա 4 միլիարդը չի հետա Եվրոպա, մարդիկ կաշխատեն, ավելի գործեր կբացվի, ասում եմ, հիմա կապելի գործաները փակվել է, ոչ ալումին կա, ոչ պղինձ կա, այդ սա գործաները կաշխատեն, լաքի գործաները կաշխատեն, պարտանյութի գործաները կաշխատեն, այդ մշակման համար բոլորը կաշխատեն, ու տենց պետք է էլի երկու խոշոր ծրագիր, մի հատ ծրագիր էլ ես եմ իրականացնում, ես որպես անհատմար, Հիսուս Քրիստոսի արձանը, որը իմ ամբողջ հայությունը հպարտանա, ասելու բան ունենա աշխարհին, որ մենք աշխարհի առաջին քրիստոնեացն ենք, դա մեծությունը, հպարտությունը, եւ նոր սկսել ենք, արդեն ամբողջ աշխարհը գիտի, ամբողջ աշխարհը անջատեցի, չէ, ամբողջ աշխարհը տեղյակ է, բոլոր ուզում են գան, Աբովյանում, Աբովյան շրջակա գյուղերում, որ ծանոթ բարեկամ ունեն, հողերը մեկ տարվա մեջ $500 դառնա 50,000, 70,000, ասեն դե ինչքան քանի միլիոն մարդ է գալու, եւ ինչքան տուրիստ է գալու, ինչ գումարներ է ծախսելու, բացվելուց հետո ամբողջ Հայաստանում մեկ տուրիզմը զարգանալու է, Սյունիքել են գալու, Սևանել են գնալու, այդ բոլոր միլիարդները մեր երկրում են մնալու, մեր ժողովուրդը ծախսելու, ժողովուրդը հարստանալու եւ այդպես ասեմ հիմնական մոլոդինի մշակման գործանը, ոնց որ Քրիստոսի արձանը, մի հատ էլ նոյան տապանն եմ կառուցում, որ մի 5 միլիոն դրամ կան, պետք է մարդիկ ժողովուրդ ջան գործ անեն, դադար չխոսեն, մարդու գնահատական իր կատարած գործն է, իր հայրենիքի համար, իր ժողովրդի համար, սա է կարևորը, մարդը քանի չի դրել դադար խոսալով, սրան նրան վիրավորելով, ցեղ շպրտելով, ժողովուրդը արդեն հոգնել է դադար խոսակցությունից, հայրենիք վիրավորելուց, արած գործ ունեք, խնդրեմ ներկայացեք, կարում եք արեք, ով անում է իր ցավը տանեն, իրեն փառք ու պատիվ, այնպես որ հնարավորություն տակ, ինչ որ ասել եմ, դեռ բան չեմ ասել, ավելի շատ անելու ենք, բոլոր ինչ որ կա հասանելիքը ժողովուրդ, ճիշտ նպատակային է ծախսվելու, ճիշտ տեղի ոնց որ մարդի սեփականատերը իր գումարը ծախսում է հաշվարկով, որ ինչ դնում է, որ արդյունք ստանա, նույնն էլ պետությունը պետք է գումարները ճիշտ նպատակային ծախսի, մեկը 2 արկի, 2-3 եւ ժողովուրդը դա զգան, իրենց առօրյայում, իրենց կյանքում, որ կարողանան բարեկեցիկ ապրել, կտակ, կպահանջեք, ինչ կա, ոչ փողի կարիք ունեն, ոչ ճանաչման, ոչ էլ անձնական հարց ունեն, հետևողական լինելու ենք, հետևելու ենք, կազմակերպելու ենք, դուք էլ օրորի տեսնելու եք,
ասել եք հալել այս մարդին, ասեց արեց, մինչև այսօր ասել եմ արել եմ, հիմա առավել ևս ավելի ուշադիր, ավելի հետևողական կանեմ, կտակ, ձեր ցավը տանեմ շնորհակալ եմ, չեք տա, էլի շնորհակալ եմ, էլի ձեր ծառուկյանն եմ, դուք եք ապրելու ձեր երեխեքը, դուք պետք է որոշեք ձեր ապագայի հարցը, պարզ է, մարդիկ ասեն, վախում են կան գործի չանեն, ձեր ցավը տանեմ, հետո էլ ասում են, ազատությունը, ժողովուրդը որոշելու, դեմոկրատիա, սա ձերն էլ են կտրում, որ հանգարտ չխոսենք, մարդուն կանչել են խանութի վրա գրեն, հիմնարկից հանեն, այս է իրանց արածը, իրանց խոստումները ոչ մեկ չեն արել, այսօր էլ ոչ ծրագիր ունեն, էլ ոչ ասելու բան են, հիմնական ամեն ինչ ավարտվել է, մինչև հունիսի 7-ը, 7-ից հետո Յոթին ամենակարևորը կասեք, կտեսնեք և կզգաք, ձեր ցավը տանեմ։